Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու, այլևս մի մցրու, լսի, եթե ձեր ամեն սուտ խոսալու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասությունը գլուխ չեր մնա։ Ազգային ժողովի նախագահն այսպես արձագանքեց Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանի իշխանական падգամավորներին ուղղված վիրավորանքին, երբ նրա այսպես կոչված սուր քննադատական ելույթի ժամանակ վերջիններս տեղից հորդորել էին հանիրավի մեղադրանքներ չհնչեցնել եւ ելույթը կառուցել ըստ էության։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ Որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասეთ։ Գլուխդ պատով տվեցի։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Սուտ խոսացի որովհետև։ Նրա հենց այս ելույթն էլ դարձավ իշխանություն ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների պատճառ։ Սիմոնյանն էլ սաստեց ազգային ժողովի ամբիոնը Բակի զրուցարանի հետ շփոթած ընդդիմադիրներին։ Ասել եմ, դուք շատ բաների չեմպիոն եք, նաև վիրավորանքներ եւ իրավիճակը լարելու չեմպիոն եք։ Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու։ Ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու։ Տեսնում ենք արդեն։ Իմիջիալոց, մի սպառնում ես ինձ։ Դե հետով ասեց հա։ Գլուխները պատով եք տալիս, բոլորը, ով որ կարա իրան թույլ տա սպառնի։ Ով կարա սպառնա, գլուխը պատով է տալի։ Լավ հանգստացի թող խոսենք 20 րոպե առանց էլ վարքյաններն ենք հաշվում, որ վերջը Տիկին Կյուրեղան չեմ լսում ձեզ ու փարկացու։ Ուրեմն հանգստացեք։ Մանուկյանը սակայն անդրդվելի էր, տեղից ինչ-որ բաներ էր բղավում, հետո էլ որոշեց լքել նիստերի դահլիճը։ Մի գնա ուր ես գնում, բայց ես նորմալ փող եմ աշխատել, ձերպես փող չեմ աշխատել, արի նստե մի գնա, վախեցար։ Հետ արի, եղբայր, հետ եկեք, 20 րոպե կյանքները կերար բոլորիս, խնդրում եմ նստի լսի, խնդրում եմ նստի լսի էլի, կլսես չէ հետո, շնորհակալ եմ, եղավ։ Առաջին հանրապետության ու դրա ընթացքում, ինչպես նաև դրանից հետո հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գործունեության մասին պատմական փոքրիկ էքսկուրս այնուհետև անցկացրեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Այսքան ասում ենք առաջին հանրապետություն, հանկարծ մեկին չթվա, թե մենք Սիմոն Վրացյանին, Քաջազնունին, Խատիսյանին թիրախավորում ենք, ոչ։ Մենք ասում ենք, այդ մարդիկ ժամանակի համար պրագմատիկ որոշումներ են կայացրել։ Բա խի եք ուրանում Սիմոն Վրացյանին, խի եք ուրանում Դաշնակցությանը, Քաջազնունուն, խի եք ուրանում Խատիսյանին։ Բա այդ մարդիկ գնացել են կնքել են պայմանագիր Թուրքիայի հետ, որը կոչվել է բարեկամության եւ խաղաղության բարեկամության։ Հիմա եթե դուք մեզ մեղադրում եք Թուրքիայի հետ հարաբերություններ նորմանացնելը համարում եք դավաճանություն, ուրեմն դուք Խատիսյանին, Քաջազնունին, Վրացյանին համարում եք դավաճան։ Դուք ուրանում եք Խատիսյանին, Վրացյանին եւ մյուսներին, հետեւաբար դուք չեք իրական դուք ուրացել եք Դաշնակցությունը։ Դուք ուրացել եք Դաշնակցության արմատները։ Այստեղ նստածները դուք ընդամենը բռնազավթել եք Դաշնակցության բրենդը եւ եկել այստեղ նստել եք ու բան Դաշնակցությունից եք խոսում, բայց Դաշնակցության ժառանգությունը հենց Վրացյանն է, Քաջազնունինն է, Խատիսյանն է, մյուսներն է, դուք ի՞նչ կապ ունեք Դաշնակցության հետ։ Դուք մերկանցիլ քաղաքական խմբակ եք, որոնք որ ամենատարբեր այս րոպեական քաղաքական շահի համար պատրաստ եք եղել Ծիծեռնակաբերդի լույսերը անջատել ու այսօր եկել եք ցեղասպանությունից եք խոսում, մեզ էլ մեղադրանքներ եք հնչեցնում։ Արարատից մենք ենք հրաժարվել, ասում եմ խեք շապիկից հեռացրել։ Իսկ մինչև այս խորհրդարանը աշխատանքային մթնոլորտում քննարկում էր Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության 2024 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցն ու տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Դրանից հետո, սակայն, Տիգրան Հակոբյանն իր հերթին որոշեց անդրադառնալ նաեւ կառույցի հասցեին ընդդիմադիրներից իմասնավորի Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանի հնչեցրած տարաբնույթ մեղադրանքներին։ Մենք շատ ենք ուզում, որպեսզի մեր հեղինակությունը բարձրանա մեր կարգավորող մարմնի, որտեղ նա եւ դրա համար ժամանակ է պահանջում։ Տիկին Գալստյանը ամեն ինչ անում է, որ այդ հեղինակությունը մնա ցածր մակարդակի։
Ինչու ես չեմ հասկանում։ Լինելով համապատասխան մեր հանձնաժողովի անդամ, գեթ մենք անգամ չի եղել հանձնաժողովում։ Չի ծանոթացնել մեր աշխատանքներին, չի փորձել օգնել, մենք բազմաթիվ դժվարություններ ունենք, եւ այսօր խոսում է ելի մեր կողմնակալ լինելու մասին։ Նախորդ եւ երկու վերջին զեկույցներում, մեր հաղորդումներում մենք խնդրել ենք բոլորին, ովքեր կասկածում են մեր որոշումների մեջ, հատկապես լիցենզիա տրամադրելու, գալ եւ ծանոթանալ բոլոր փաստաթղթերի հետ, նրանք բաց են։ Հարյուրավոր, էջեր փաստաթղթեր են, որևէ անգամ չի եկել եւ հիմա խոսում է, որ մենք անօրինական զրկում ենք լիցենզիայից որոշ հեռուստաընկերություններ։ Եվ խոսում է այն հեռուստաընկերությունի մասին, իմիջիայլոց, որի ղեկավարությունը նշանակվում եւ հանվում է այդ կուսակցության Գերագույն մարմնի կողմից, ինչ օրենքով արգելված է։ Կուսակցությունները իրավունք ունեն հեռուստաընկերություններ ունենալ, նույնպես այդ բանը Լիլիթ Գալստյանը չի տեսնում։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։